Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Մալխասյան, դուք ըստ էության առավոտից այս ամենին ականատես եք լինում, ինչու այս ամեն ինչը եղավ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով եւ ինչու հենց ընտրություններից 2 շաբաթ առաջ նախընտրական շրջանում եւ երբ ակտիվ քարոզչություններ ընթանում։ Շնորհակալություն, շատ ճիշտ հարց եք տալիս, մեր ժողովուրդը պետք է այդ հարցին պատասխանի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում հասկացել է, որ քաղաքական առումով գահավիժում է, նա կորցնում է իշխանությունը, հետևաբար իրեն պետք է չեզոքացնել իր հիմնական հակառակորդներին ու Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել է միայն այսպես կոչված իրավապահ համակարգը, որը զբաղված է իր ապօրինի պատվերները կատարելով։ Եվ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական այս հետապնդումը տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն գնով վերարտադրվել, դրա համար օգտագործելով բոլոր հնարավոր եւ անհնար ապօրինի եւ օրինական բոլոր միջոցները եւ թիրախում հայտնվել է Անդրանիկ Թևանյանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ թիրախավորումը պայմանավորված է նրա հաջող վարկանիշով նաեւ տեղավորվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամու կերպար ստեղծելու այդ ինչը են կապում Ռուսաստանի հետ, որովհետև Նիկոլ Փաշինյանին պետք էր արտաքին թշնամի եւ այդպիսին իր վարած քաղաքականության տրամաբանության մեջ կարող էր լինել Ռուսաստանը, չէր կարող լինել Թուրքիան, Ադրբեջանը, որովհետև ինքը այդ երկու պետությունների հետ արդեն քիրվայական հարաբերությունների մեջ է եւ այդպիսի թշնամի հիմա ինքը կարգել է Ռուսաստանին եւ Անդրանիկ Թևանյանին կապելով Ռուսաստանի հետ այդ համատեքստում մենք չենք թաքցրել, որ մենք Մայր Հայաստանը, Անդրանիկ Թևանյանը Ռուսաստանը դիտարկում է որպես հիմնական ռազմավարական գործընկեր, միշտ նման հայտարարություններով հանդես են եկել, ուղղակի այդ հանգամանքը հիմա ինքը օգտագործում է Ռուսաստանին թշնամի սարքելու ու Անդրանիկ Թևանյանին կապելով Ռուսաստան հետ ցույց տա, որ տեսեք այսպիսի լրտեսական կրքեր են, իմիջայլոց այդ որակումները, լրտեսություն, էլ ինչ էր, մի հատ էլ բան կար, դե այնտեղ աշկին գնողը լրտեսություններ, շպիոնություն եւ այլն դավաճանություն, պետական դավաճանություն, լրտեսություն, նեյրոլինգվիստիկ հնարքներ են ժողովրդի մոտ տպավորություն ստեղծելու, ընկալում ձևավորելու, որ տեսեք, մենք ինչ որ լրտեսներ ենք բռնում, ազգային դավաճանություն, միավորվեք մեր շուրջ եւ այլն, այսինքն սա ուղակի շոու է, մասկի շոու, ես կարծում եմ հիմա իրանք կցանկանային նաեւ մասկի շոու կազմակերպել Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը, որպեսզի իր ընտրողներին ցույց տա որ իրենք տիրապետում են իրավիճակին, բայց ես ուզում եմ իրենց հուսախապանել, որովհետև Նիկոլ Փաշինյանը այլևս չի տիրապետում իրավիճակին, իր գեբելսյան քարոզչությունը որոշակի խնդիր լուծել է, բայց այլևս չի լուծում, որովհետև մարդիկ արդեն հասկացել են, որ իր վարած քաղաքականությունը դա պետության դեմ է, դա ժողովրդի դեմ է, դա ազգի դեմ է, մարդկանց մոտ արդեն ավելի մեծ մասաների մոտ արթնանում է սթափ գիտակցությունը, երկրում ստեղծված իրավիճակի Նիկոլ Փաշինյանը տոտալ մերժված է, հատկապես մեծ քաղաքներում Երևանի մասին չեմ ուզում էլ խոսեմ, որովհետև Երևանում կարծես թուքումուր ուտելով պտտվում է ինքը, Արաբկիրը դրա վառ օրինակներ եւ այդ գահավիժումը կանխելու համար ձեռքը գցել է փրփուրներին, ես այսօր առավոտյան այդ համեմատականը տարա ես սիրում եմ իրենց համեմատել Հիտլերի վարչակազմի հետ, իրանք փոքր կարիկատուրան են այդ ռեժիմի նացիստական Գերմանիայի, բայց ամեն դեպքում այդ ինչ որ տեխնոլոգիաներ այնտեղից վերցրել են, երբ Հիտլերը արդեն պարտված էր, իր բունկերը Բերլինը վերցված էր շրջափակման մեջ էր, ինքը կանչում էր գեներալներին, հրամաններ էր տալիս, որ հարձակվեք, ջարդեք հակահարձակում եւ այլն, բայց արդեն բանը բանից գնացել էր եւ այնտեղ ոչ մի հարձակվելու բան կար, ոչ կարող էին իրավիճակը փոխել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտնվել է այդ բունկերում թաքնված, շրջապատված, այս դեպքում արդեն քաղաքական հակառակորդների կողմից քաղաքական գործչի, որը արդեն, չգիտեմ, խելագարության կանխավարկածով է առաջնորդվում։
Տեսեք, դուք ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ռուսական լրտեսներ, այսպես ասենք, փնտրել, սակայն օրերս իր քարոզարշավներից մեկի ժամանակ հայտարարել է, թե ինքը 200 անգամ խոսել է Պուտինի հետ, լավ հարաբերություններ ունեն, մտերիմ հարաբերություններ ունեն եւ այդպես շարունակ։ Այդ դեպքում ինչու է այս ամեն ինչը շարունակական բնույթ կրում, ինչու է եւ այն ասում եւ հիմա փորձում է լրտեսներ գտնել։ Բայց Նիկոլ Փաշինյանը հայտնի խառնակի չէ, սպարակայում ասենք ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանի խոսքերին հավատալ, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, տեղի ունենում դրա ուղիղ հակառակը։ Այսինքն նա երբ ասում է մեր հարաբերությունը, երբ ասում է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենք, Պուտինի հետ ընկերական, չգիտեմ ինչ հարաբերություններ ունեն, հասկացեք դրա ուղիղ հակառակը։ Խոսքերը այլ բան են, գետնի վրա տեղի ունեցողը այլ բան է։ Սա 30 եւ ավել տարիների մեջ աննախադեպ երևույթ է, երբ ձերբակալում են հայտնի քաղաքական գործչի, որի մեղադրանք են ներկայացվում ռազմավարական գործընկերոջ օգտին, այսպես ասած լրտեսական ինչ որ գործողությունների հետ կապված։ Սա աննախադեպ է։ Այդ դեպքում ուր մնանց լավ հարաբերությունները, ռազմավարական հարաբերությունները, եթե ասում են լավ հարաբերություններ ունենք, ապա այդ դեպքում ինչով է պայմանավորված Ռուսաստանի կողմից, կարծեմ այսօր արդեն սահմանափակումները, միրգ բանջարեղեն ներկրելու, նաև ծաղիկներ ներկրելու հետ կապված։ Այսինքն խնդրում եմ խոսքերով մեր ժողովրդին, խնդրում եմ որ խոսքերով մի դատեք նրանով թե ինչ է տեղի ունենում գետնի վրա, իսկ գետնի վրա Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին եւ Հայաստանին բերում է աղետ, տնտեսական աղետ, անվտանգային աղետ կամ խորացնելու է այդ աղետը։ Այս ռեպրեսիաները շարունակական բնույթ կգրեք, ինչ եք կարծում։ Այո, այս ռեպրեսիաները կրելու են շարունակական բնույթ, ես չեմ կարող ասել հաջորդը ում վրա են իրեն կենտրոնանալու, բայց որ ռեպրեսիոն մեքենան աշխատում է մեծ ծավալներով, դա միանշանակ է, ինքը հերթով թիրախավորելու է այն քաղաքական գործիչներին, ովքեր վտանգ են սպառնում իր իշխանությանը, ովքեր կարող են քաղաքական դաշտում իրավիճակ փոխել։ Անդրանիկ Թևանյանը հենց այդ քաղաքական գործիչներից էր, ով կարող էր իրավիճակ փոխել, խափանել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Այսինքն կարող ենք ենթադրել, որ մաքրում է ընդդիմադիր դաշտը։ Պետք չի ենթադրել, հենց այդպես էլ անում է։ Նիկոլ Փաշինյանը հիմա իրեն դրել է, այսպես ասած, սանիտարի տեղ ու փորձում է դաշտը այնքան մաքրել, որ էլ որևէ մեկը իրեն չխոչընդոտի վերարտադրվելու, բայց ես մի բան նշեմ, որ սրանով ինքը ապա լեգիտիմացնում է ընտրական գործընթացը։ Մենք կարող ենք հիմիկվանից ֆիքսել, որ այլևս Նիկոլ Փաշինյանի եթե անգամ հրաշքով տեղի ունենա վերարտադրություն, այդ արդյունքները լեգիտիմ չեն։ Չի կարելի այսպես ասած հռչակած ժողովրդավարական բաստիոնի շրջանակներում առաջնորդվել նման հակաժողովրդավարական սկզբունքներով, մեկուսացնելով բոլոր հնարավոր միջոցներով, մեկուսացնելով քաղաքական հակառակորդներին իրեն հետո հաղթող հռչակի։ Սա արդեն ապա լեգիտիմացված ընտրական գործընթաց է, ապա լեգիտիմացված ընտրական արդյունքներ ենք մենք ունենալու եւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը սա խորացնելու է եւ իր նպատակներից մեկն է, չգիտեմ, բախումներ հրահրել արցախցիների նկատմամբ, ինչ է թշնամիների մասին խոսեցինք, իմիջիալոց նշեմ, որ արցախցիների նկատմամբ այդ հարձակումները, այլանդակ հարձակումները ներքին թշնամու կերպար կերտելու փորձեր են, մի կողմից ցույց է տալիս, որ Ռուսաստանն է արտաքին թշնամի, ժողովուրդ ջան, համախմբվեք, մյուս կողմից տեսեք ձեր ներքին թշնամին արցախցիներն են, էլի համախմբվենք հանուն այսպես ասած ինքնիշխանության, անկախության, որը իրականության հետ որևէ կապ չունի, ուղղակի Նիկոլ Փաշինյանը մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը դարձրել է խուլդա գերտերությունների աշխարհաքաղաքական այս գործընթացներում։